Այսօր մենք խոսենք մասնակցային կառավարման մասին տեղական մակարդակում եւ մեծահասակների կրթության դերը այս գործընթացներում։ Ինչ է մասնակցային կառավարումը։ Դա մի նոր փոխհարաբերություններ է տեղական իշխանությունների եւ համայնքի բնակիչների միջև, որտեղ մասնակցում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ կառույցները։ Եթե ֆորմալ կառույցներ ասելով նկատի ունենք տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքի ղեկավար եւ ավագանի, ապա ոչ ֆորմալ կառույցները դրանք հասարակական կազմակերպություններն են, հիմնադրամները, որոշակի խմբերը եւ այն մարդիկ, ովքեր օգտվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից։ Կարիք է առաջանում որոշակի ժամանակահատվածում փոխհարաբերությունների ձևավորման համայնքի բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Եվ այդ փոխհարաբերություններում, քանի որ համայնքի բնակիչները թիմերի որոշումների ազդեցության անմիջական կրողներն են, նրանք ցանկանում են որոշակի ազդեցություն ունենալ կայացվող որոշումների գործում եւ այդ process-ը կազմակերպելու համար տեղական ինքնակառավարման մարմինները որոշակի գործունեություն պետք է ծավալեն։ Մասնակցային կառավարումը այդ ձևերից մեկն է եւ կախված թե ինչ նպատակ է հետապնդում մասնակցային կառավարումը, կան մեթոդներ եւ գործընթացներ, ինչպիսիք են օրինակ տեղեկացնել բնակչությանը, ներգրավել նրանց, խորհրդակցել նրանց հետ։ Այս ամենը արվում է, որպեսզի թիմերի որոշումները չկայացվեն մեկուսացված, այլ խորհրդակցեն, քննարկեն իրենց շահառուների հետ։ Սակայն այստեղ ամեն ինչ հարթ չէ եւ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, օրինակ թիմերի կողմից բարձրացված որոշակի խնդիրներ, երբ նրանք նշում են, որ հանրային քննարկումները, որպես մասնակցային կառավարման մեխանիզմներից մեկը, պահանջում են լրացուցիչ աշխատանք։ Չնայած որ վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններ կատարվեցին եւ այդ օրենսդրական փոփոխությունները արդեն պարտադիր բնույթ են կրում հանրային մասնակցային գործընթացները կազմակերպելու համար, այնուամենայնիվ այդ գործընթացների մեծ մասը կամ համայնքների մեծ մասում կրում են ձևական բնույթ, որպեսզի ընդհանրապես չխախտվի օրենքի պահանջը։ Թիմերը հաճախ նշում են, որ լրացուցիչ աշխատանք է, պահանջում է լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ մասնագետներ։ Նրանք նշում են, որ համայնքային խնդիրների մասին իրենք առավել գիտակ են եւ լուծման եղանակներ ավելի լավ են պատկերացնում, քան համայնքի բնակիչները, հետեւաբար լրացուցիչ քննարկելու պահանջ չկա։ Նաեւ նշում են, որ համայնքի բնակիչները пассив են, չեն ցանկանում մասնակցել եւ ընդհանրապես պահանջատեր են, ընդհանրապես պահանջում են եւ չեն ուզում գնահատել այն խնդիրները եւ հասկանալ այն խնդիրները, որոնք կան այդ խնդիրների լուծման ընթացքում։ Համայնքի բնակիչները որպես пассив մասնակցության պատճառներ նշում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները բարձրացված խնդիրները ներկայացնում են այնպես, որպեսզի լրացուցիչ գիտելիքների պահանջ առաջանա, այսինքն ներկայացված օրինակ համայնքի բյուջեն ներկայացվում է այնպիսի ձևաչափով, որտեղ բնակիչները պետք է ունենան որոշակի գիտելիքներ, ունակություններ, ֆինանսական գիտելիքներ եւ այլն, տնտեսական, որպեսզի կարողանան գնահատել եւ իրենց հարցերը առաջադրել։ Եվ այս գործընթացներում բավականին մեծ դեր ունի մեծահասակների կրթությունը, որը կարող է լինել միջնորդ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքի բնակիչների միջև։ Միջնորդ ասելով ես նկատի ունեմ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի երկու կողմերը կարողանան խոսել մեկ լեզվով։ Եվ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը որոշակի փորձեր իրականացրեց այս վերջի 2 տարիների ընթացքում, մասնավորապես մենք շատ ակտիվ ենք համայնքի քառամյա զարգացման ծրագրի, համայնքի տարեկան բյուջեի հաստատման գործընթացներում հանրային քննարկումների կազմակերպման եւ այդ հանրային քննարկումներում բնակիչների ակտիվ մասնակցությունը ապահովելու գործում։ Կենտրոնը
կազմակերպել է մի շարք դասընթացներ թե տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների եւ թե քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաև բնակիչների համար, որտեղ հիմնական շեշտը դրվում էր ինչու մասնակցել եւ ինչպես մասնակցել հարցերի վրա։ Հիմնականում նշում են միևնույն է, անելու են այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Եվ շատ-շատերը չէին ուզում ակտիվ մասնակցություն ունենալ միայն այդ պատճառով։ Մի մասը չգիտեր ինչպես մասնակցել, տեղյակ չէր այն օրենսդրական հնարավորություններին, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց անմիջական մասնակցություն ունենալ քննարկումներին, բարձրացնել իրենց հարցերը։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ որոշակի աշխատանք տարվեց եւ մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս նույն համայնքի բյուջեն ներկայացվում է բնակիչներին արդյունքահեն ձևաչափով։ Ինչ է սա։ Սա այն 4 ֆինանսական տվյալները, որ բյուջեում առկա են, ներկայացվում են ֆինանս մինչև արդյունք գործընթացը։ Որ խնդիրներ լուծվելու, ինչքան ժամանակում, ինչ արդյունքներ են ստանալու եւ այս ձևաչափով համայնքի բյուջեն արդեն երկրորդ տարին է ինչ ներկայացվում է, այս ձևաչափով ներկայացնելիս մենք նկատում ենք մարդկանց ակտիվ մասնակցությունը, այսինքն հարցերը հնչում են շատ ավելի կոնկրետ, հարցերը հնչում են նշելով պատասխանատուներին եւ բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք նախկինում հնարավոր չէր մարդիկ կարողանային տալ։ Մեծ ակտիվությամբ մասնակցում են երիտասարդները։ Երիտասարդները ընկալում են բոլոր այն խնդիրները շատ ավելի սուր, որոնք առկա են համայնքում եւ ցանկանում են, որպեսզի այդ բոլոր խնդիրները լուծվեն արագ եւ հիմա։ Մեր դասընթացների ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել ոչ միայն այն հնարավորությունները, որոնք տալիս է օրենք կամ օրենսդրական ակտերը պահանջելու տեղական իշխանություններից, այլ նաև բացատրելու եւ ներկայացնելու այն խնդիրները, որոնք իրականում առկա են որոշ խնդիրների լուծման ձգձգման կամ չլուծման պատճառների մասին, որովհետեւ երբ որ պահանջում են տեղական ինքնակառավարման մարմիններից, պետք է հասկանան, թե այդ խնդրի լուծման ճանապարհը որն է եւ ինչու է այն ձգձգվում։ Դրական տեղաշարժ կա եւ հատկապես երիտասարդները արդեն հարցադրումները կատարում են ավելի փոքր չափերի, մեծ խնդրի լուծման քայլերով են հարցադրումները կատարում եւ փորձում են այդ փոքր քայլերը, փոքր խնդիրների լուծման արդյունքում հասնեն մեծ խնդրի լուծմանը։ Մասնակցային կառավարումը այլընտրանք չունի, հետեւաբար մենք շարունակելու ենք մեր կենտրոնում այս ուղղությամբ տարվող աշխատանքները եւ գնալով շատ ավելի շատ երիտասարդներ են ցանկանում ընդգրկվել կենտրոնից դուրս առանձին ինքնուրույն արդեն կազմակերպում են հանդիպումներ, քննարկում են համայնքային որոշակի խնդիրներ, հետո բերում են այդ խնդիրները միասին բոլորով քննարկում ենք եւ փորձում են գտնել այն ճանապարհները, որ լուծման գործընթացում նաև իրենք մասնակցություն ունենան, այսինքն նաև այդ կամավորության, կամավոր աշխատանքի մշակույթն է ձևավորվում եւ չկա ճիշտ եւ սխալ գնահատական տվող նրանց եւ բոլոր արտահայտած մտքերը իրավունք ունեն հնչելու եւ քննարկվելու։ Կենտրոնը դարձել է մի վայր, որը համախմբում է նրանց եւ որտեղ նրանք ազատ են արտահայտելու իրենց մտքերը։